Բարև ձեզ հարգելի ագնտիրներ, հայրենիք լրատվական գետրոնեն գահաղորդենք լուրերը։ Նորին Սուրբ Օծություն դեր Արամ առաջին վեհապար հայրաբեդ, Մեծիդան ընգիլիգյո գատողիգոսության անունով ծավակցություն հայտնեց բոլոր զոհերուն համար և շուտապույտ աբակինում վիրավորներուն։ Վեհապար հայրաբեդը գոչ ուղեց պատերազմական գործողություններուն թատրեցման և բանակցություններու միջոցով հարցերու արդար լուծման։ Վեհապարը թեմերուն պատասխանատուներուն գոչ ուղեց մեր գաղութները առավելագույն չափով հերու բահելու անապահովութենե և օգտակար հանդիսանալու համայնքային գարիքներուն միշտ գաբի մեջ մնալով Անտիլիասի մայրավանքին հետ։ Դեղին է նշել, որ ամենայն հայոց կաթողիկոս Կարեկին երկրորդը ծավակցական հերակիր մհղեց Իրանի նախագահ Մասուդ Պեզեշքյանի։ Հայաստանի մեջ Իրանի տեսփան Խալիլ Շիրղոլամի հայտարարեց, որ միջանցքի գաղափարը ինքնիշխանության որոշ զիջումներ կենտրոնի, ինչ որ Հայաստանի և Իրանի համար ընդունելի չէ։ Միջանցքը ստացած է արհեստական անունմա Զանգեզուրի միջանցք, որուն գաբակցաբար Իրան վճռականորեն հայտարարած է, որ ոչ մեկ աշխարհաքաղաքական փոփոխություն կընդունի, ինչպես նաև չի հանդուրժեր ինքնիշխանության ոչ մեկ փոփոխություն ըսավան։ Իրանի տեսփանը համոզում հայտնեց, որ Իրանի դգարացումը կամ բարդությունը կվնասե Հայաստանի։ Ըստ Բաքուի, իրանյան անօդաչու սարքեր հարվածած են Նախիջևանի օդակայանը, պատճառելով 2 վիրավոր և վնասելով էջուղին։ Բաքու անմիջապես բողոքության պարզացուց և հայտարարեց, որ բացատրություններ պահանջած է Տեհրանեն, ինչպես նաև երաշխիք, թե նման հարձակում պիտի չգրտնվի։ Բաքու նաև հայտարարեց, որ իրեն կվերապահե պատասխանելու իրավունքը։ Իրանյան իշխանությունները իրենց կարգին հայտարարեցին, որ իրանյան անօդաչու սարքեր չեն հարվածած Նախիջևանի օդակայանը։ Ալիև, որ գլխավորեց Ադրբեջանի ապահովության խորհրդի ժողովը, հաստատեց, որ ադրբեջանական բանակը առաջին աստիճանի պատրաստ վիճակի մեջ կգտնվի։ Պաշտպանության նախարարությունը, պետական սահմանապահ ծառայությունը, հատուկ նշանակության ուժերու բոլոր ստորաբաժանումները զորաշարժի ենթարկված են։ Ալիևը սպառնաց, հայտարարելով, որ Իրան թող չմոռնա, թե ինչպես վերջ տրվեցավ հայկական գրավման։ Ան նաև նշեց, որ Ադրբեջանի պետությունը հույսի աղբյուր է Իրան ապրող բազմաթիվ ադրբեջանցիներու համար։ Եվրոպական միության արտաքին հարաբերություններու և ապահովության հարցերով պամպեր Անիտա Հիփեր հայտարարեց, որ ադրբեջանական բանդերու մեջ արգելափակված հայերու հարցը մարդասիրական կարևոր խնդիր է, որ պետք է լուծվի։ Հիփեր նկատել տվավ, որ Եվրոպական միությունը կաջակցի Հայաստանի և Ադրբեջանի խաղաղության հոլովույթի մեջ, իսկ գերիներու հարցով հստակ է Եվրոպական միության կեցվածքը, թե ասիկա մարդասիրական խնդիր մնե, որ պետք է լուծվի։ Առաջին անգամ լալով Հայաստան ընդգրկվեցավ լրագրողներ ձերբակալող պետություններու ցանկին մեջ։ Եվրոպական խորհրդի և անոր գործընկեր կազմակերպության լրագրողներու ապահովության հարթակին կողմէ հրապարակված տարեկան զեկույցի մեջ։ Մամուլի ազատությունը 2025 խորագրյալ զեկույցի մեջ նշված է, որ Հայաստան առաջին անգամ ըլլալով հարթակին կողմէ արձանագրվեցավ լրագրողներ կամ լրատու աղբյուրներու մեջ այլ դերակատարներ ձերբակալող պետություններու շարքին մեջ։ Ասիկա կատարվեցավ Վազգեն Սաղաթելյանի և Նարեկ Սամսոնյանի նախնական գալանքը իբրև խափանման միջոց ընտրել է ետք։ Շուրջ 3 ամիս տևած վարչական քաշքշուկների ետք Բաքուի մեջ 16 տարվան բանտարկության դատապարտված Գարեն Ավանեսյանի պաստապանները ի վերջո հաջողեցան ցերծկել իրենց պաշտպանյալին բժշկական փաստաթուղթերը, թե ան հոգեկան լուրջ խնդիրներ է կդարաբի։ Բժշկական փաստաթուղթերում պատճենները
Ստեփանագերդեն Երևան փոխադրված էին Արցախի հայատապում են ետք։ Հայաստանի առողջապահության նախարարությունը սակայն հետևողականորեն կմերժեր դրամատել բաժինները, բաժարապանելով, որ անոնք բժշկական գաղտնիք կբարունակեն։ Ավանեսյանի փաստաբանները այդ փաստաթուղթերուն գարիք ունեին, որբեսի իրեն պաշտպանյալին տխտածրարը փոխանցեն մարդու իրավունքներու եվրոպական ադյան։ Ստեփանագերդի փողոցներու մեջ անոթի գադուներ գերագրող Ավանեսյան ձերբակալվեցավ եւ անորդ մեղատրանք առաջադրվեցավ Ալիևի այցելության օրը զայն ահապեկելու ծանր հանցանքով։ Արցախի նախագահի պաշտոնակատար Աշոտ Դանիելյանի հրամանակրով գազմվեցավ հանրային խորհուրդ խորհրդակցական մարմինը, որուն կանոնադրությունը հաստատվեցավ համապատասխան ընթացակարգով։ Այս մարմինին նախագահ նշանակվեցավ Արցախի արտաքին գործոց նախկին նախարար Գեորգի Պետրոսյանը։ Մայրաթորի Տիվանապետ արշակարգեպիսկոպոս Խաչատրյան ազատ արձակվեցավ վերակնիչ դատարանին դատավորին որոշմամբ։ Արշակ Սրբազան ձերբակալված էր 4 դեկտեմբերին ազգային անվտանգության ծառայության կողմէ քննչական կոմիտեին շենքեն դուրս գալու բահուն։ Անգը գտնվեր 2018-ին անցիմը բայուսագին մեջ թմրանյութ տնելու հրահանգ տված ըլլալու մեղատրանքին տակ։ Ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Մասիս Մելքոնյանի որոշմամբ Արշակ Սրբազան 5 դեկտեմբերին գալանավորված էր։ Մեր լրատվությունը պիտի փակենք հարցազրույցով, որ պիտի ունենանք ազգային ժողովի պատիվ ունեմ խմբակցության պատգամավոր Թակուի Թովմասյանի հետ։ Բարև ձեզ։ Բարի երեկո։ Փաշինյանի վարչակազմը միշտ կխոսի Հայաստանի մեջ ժողովրդավարության ամրապնդման մասին, սակայն ազգային ժողովի նախագահության մեջ չկա ինտիմատիվ պատգամավորը։ Հակառականոր որ թե հայկական օրենսդրությամբ եւ թե եվրոպական չափանիշերով ասիգա բարդատիր է։ Միջազգային կառույցները ինչու ջնշում չեն բանեցնել քբեական վարչակարգին վրա ամբողջադիրության եւ բռնադիրության անցնելու այս ընթացքը գասեցնելու համար։ Շնորհակալ եմ, ճիշտ եք նկատել, իրապես Հայաստանի Հանրապետության ազգային ժողովում երևի պատմության մեջ առաջին անգամ միակուսակցական կառավարում է տեղի ունենում եւ վերջին պաշտոնյան, ով անկուսակցական էր եւ չէր հարում քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը, թերևս ես էի մնացել Մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահի պաշտոնում եւ ինձ 8 րոպեում քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը քաղաքական որոշման հեռացրեց։ Ինչու միջազգային կառույցները ոչինչ չեն ասում, ինչու միջազգային հանրությունը չի դատապարտում, այն պարզ պատճառով, որովհետև միջազգային հանրությունը ունի շահեր կոնկրետ մեր երկրում, եւ այդ շահերը թելադրում են ավելի շատ լինել Նիկոլ Փաշինյանի կողքին, քան Նիկոլ Փաշինյանի դեմ, որովհետև քաղաքացիական պայմանագիրը կարողացել է այնպիսի միջավայր ստեղծել մեր երկրում, որ եթե իրենք հանկարծ իշխանությունից հեռանան, այստեղ Ռուսաստանը գալու է եւ դիկտատուրա է սահմանելու եւ որևէ մեկի հետ այլևս որևէ կառույցի հետ Հայաստանը չի համագործակցելու, պարփակվելու է եւ կորցնելու է արևմուտքը իր վերջին հույսը, դրա համար արևմտյան ուժերը ամեն հնարավոր օղակներով, ամեն հնարավոր քայլերով ջանքեր են գործադրում, որպեսզի Նիկոլ Փաշինյանին պահեն իշխանության։ Ոչինչ, որ ազգային ժողովում ընդդիմադիր падգամավորներին ծեծում են, ոչինչ, որ ազգային ժողովում չկա ընդդիմադիր փոխխոսնակ, հանձնաժողովների նախագահներ, տեղակալներ, ոչինչ, որ ազգային ժողովի որևէ պատվիրակության մեջ պաշտոնական ընդդիմադիր ներկայացուցիչներ չկան։ Իսկ ազգային ժողովը ներկայացուցչական մարմին է եւ պարտավոր են բազմակուսակցական ներկայություն ապահովել ցանկացած իրավիճակում։ Կլինի գործուղում, կլինի միջազգային որևէ պատվիրակության ընդունում դիմավորում, իսկ մեզ մոտ այնպիսի իրավիճակ է, եթե օրինակ մենք միջազգային հյուրեր ենք ունենում, ընդդիմության հետ առանձին են հանդիպում, իշխանության հետ առանձին։ Եվ սա մի տեսակ նոնսենս է, որ ես գոնե թե լինելով ազգային ժողովում 19 տարեկանից որպես լրագրող երբ լուսաբանել եմ աշխատանքները, ես երբեք չեմ հիշում, որ խորհրդարանը լինի այսքան միակուսակցական, միատարր եւ ազգային ժողովում իսկապես այսքան ընդդիմության դերը լինի զրոյական։ Քաղաքացիական պայմանագիրը իշխանության ասավ փդացության դեմ բայկարի գարկախոսով, սակայն ակներև է որ փդացությունը կշարունակե համագարկային ըլլալ։ Ի վերջո քաղաքացիական պայմանագրի կառավարման 8 տարիներուն
գարելի եղավ բդածությունը գասեցնել։ Բնականաբար չի հաջողվել եւ մենք շարունակում ենք ունենալ կոռուպցիայի աճ, ու դա ես չեմ ասում, դա ասում է միջազգային Transparency International Հայաստանի հակակոռուպցիոն կենտրոնը, որը վերջին իր զեկույցում արձանագրեց, որ մենք կոռուպցիայի ընկալման համաթվով ունենք նահանջ, եւ այդ նահանջը բնութագրվեց այսպես փորձագետի կողմից, որ Հայաստանում կոռուպցիան ավելի շատ բարձրաստիճան իշխանության տիրույթում է։ Այսինքն այն, որ ասում էին համակարգային կոռուպցիա այլևս Հայաստանում չկա, դա ապացուցվում է միջազգային զեկույցներով։ Եվ կոռուպցիան մենք ոչ միայն տեսնում ենք զեկույցներով, մենք տեսնում ենք մեր իրական կյանքում, թե ինչպես են տարբեր պաշտոնյաներ մեր աչքի առաջ փոխում իրենց կենսակերպը, ինչպես են նրանց ընտանիքի անդամները դառնում բավականին հագեցած եւ ունեցվածքով մեծ ընտանիքներ եւ նաեւ մենք տեսնում ենք թե ինչպես է պետության հաշվին հարստանում չինովնիկը։ Եվ որպեսզի պարզ լինի, կարող եմ թերևս 1-2 օրինակ ասել, որ ավելի հետաքրքիր դառնա մեր զրույցը։ Դուք կհիշեք, Երևանում կա մի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյան անունով։ Իր հայրը 75-ամյա, 71 տարեկան, որը գնացել եւ բանկից վերցրել է 1.5 միլիարդ դրամի վարկ, եւ այդ վարկը սուբսիդավորում է պետությունը, այսինքն պետությունը մարում է փոխքաղաքապետի հոր վարկը։ Բայց այստեղ մի կողմ ենք դնում նույնիսկ մի վարկի վերցնելու պատմությունը եւ սուբսիդավորում են պատմությունը, փորձում ենք պատկերացնել մեր պապիկ տատիկներին կտային արդյոք հեռախոսի ապառիկ 71-75 տարեկանում։ Բնականաբար ոչ, բոլոր բանկերը կմերժեին։ Բայց որ փոխքաղաքապետի հայրն է ստացել է, իսկ պետությունը տվել է սուբսիդիա, որպեսզի հիմնի դեղցի այգիներ։ Եվ նույնը կարելի է շարունակել մի շարք պաշտոնյաների դեպքում, օրինակ Ալեն Սիմոնյանը հենց մեր բոլորի աչքի առջև ազգային ժողովում հրահանգեց կառուցել սրճարան։ Այդ սրճարանի վրա ծախսվել է ավելի քան 100,000 ԱՄՆ դոլար, բայց այդ սրճարանը գիտեք ինչ է։ 8 հատ սեղան աթոռ։ Ոչ մի ուրիշ բան։ 3 անգամ այդ սրճարանի համար գույք են առել։ Որտեղ է այդ գույքը, ինչ գնով են առել, ինչպես է դա տեղի ունեցել, ինչու են սալիկները մի քանի անգամ փոխել։ Օրինակ ես այս ամեն ինչի հետ կապված դիմել եմ հակակոռուպցիոն կենտրոնին, բայց ոչ մի բան չեն անում, ասում են, որ թերևս հանցակազմ չկա։ Ու այսպիսի օրինակները բազմաթիվ են, ել չասած հենց կուսակցական կոռուպցիան, թե ովքեր եւ ինչու են ֆինանսավորում իշխանական քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը իրենց դրամավակների ժամանակ։ Իբրև նախկին խմբակիր եւ ազգային ժողովի մարդու իրավունքներու պաշտպանության եւ հանրային հարցերու հանձնաժողովի նախկին նախագահ, ինչպես կփնուտակրեք խոսքի եւ մամուլի ազատության վիճակը այսօրերուն Հայաստանի մեջ։ Ես կարող եմ ասել, որ լրագրողի իշխանության տարիներին Հայաստանում ավելի քան խնդրեմ է լրագրող աշխատելը։ Եվ լրատվամիջոցները ունեն ավելի մեծ խնդիրներ, քան կարող էին պատկերացնել, որ հնարավոր է լրագրողի իշխանության տարիներին։ Եթե մենք պատկերացնեինք օրինակ 8 տարի առաջ, որ Նիկոլ Փաշինյանը պետք է գա իշխանության, մենք բոլորս մտածում էինք, որ ինչքան լավ է լինելու մեդիայի վիճակը, ինչքան մենք կարողանալու ենք ավելի անկախ լինել, որովհետև մեր գործընկերներից մեկը գալիս է իշխանության եւ դռներ է բացելու մեզ համար։ Մինչդեռ Նիկոլ Փաշինյանը իշխանության գալով առաջին թիրախը դարձրեց լրագրողներին, լրատվամիջոցներին, փակեց ֆինանսական հոսքերը, գովազդային որոշակի հոսքեր ուղակի արգելվեցին լրատվամիջոցներին գովազդ տալ, այսինքն նույն այդ խաղատնային բիզնես գործունեությունը գովազդը արգելվեց մեդիաներում, բայց մնացած բոլոր հարթակներում իրենք շարունակում են իրենց գովազդային արշավները։ Բոլոր հնարավոր օղակներով նաև փորձ է արվում լրացնել հենց ազատ խոսքը, լրագրողներ են բանտարկվում եւ այս տարի այդ զեկույցը բավականին ուշագրավ էր, որ Հայաստանի պատմության մեջ գրեթե չի եղել այդպիսի դեպք, որ լրագրողը բանտարկվի իր խոսքի ազատության համար, եւ այստեղ ուզում եմ ես մի մեջբերում անեմ 2025 թվականի խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի զեկույցից, որտեղ ասում է, որ լրատվամիջոցների ներկայացուցիչների իրավունքների խախտումների ընդհանուր թիվը գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը, համապատասխանաբար 224 եւ 208 թվերով։ Եվ այս թվային պատկերը այն մասին է խոսքում, որ 15 անձի նկատմամբ նկատի ունեմ լրագրող իրականացվել են ֆիզիկական բռնության դեպքեր, այսինքն լրագրողներ են ծեծվել, 108 այլ ճնշումներ են տեղի ունեցել, տարաբնույթ եւ 101 դեպք ուղղակի տեղեկությունը տարածելուն արգելել են։ Այսինքն լրագրողին արգելել են զբաղվել իր սահմանադրական իրավունքով, իրացնել իր մասնագիտական լիազորությունները։ Սա նշանակում է, որ մեր երկրում խոսել խոսքի ազատությունից, մեդիայի ազատությունից ուղղակի անընդունելի կլինի այդ ձևակերպումները։
Եվ նաև չմոռանանք այն մասին, որ ի վերջո Հայաստանի ամենախոշոր բարերարներից մեկը մի ամբողջական բարձրադասական նախադասություն ասելու համար արդեն 8 մոտավորապես 8 ամսից ավել գտնվում է արգելանքի տակ։ Նա այս պարագայում խոսել Հայաստանում խոսքի ազատության մասին, ուղղակի անհասկանալի կլինի, ինչ խոսքի ազատություն մի երկրում, որտեղ խոսքը բանտարկվում է։ Շնորհակալություն ցեզի, բադիվ ունեմ խմբակցության պատգամավոր Թակուի Թովմասյան։ Այսպիսով հարգելի ագընտիրներ, մեր լրատվությունը կհասնի իր ավարտին։ Շնորհակալություն ձեր ուշադրության համար։ Ցտեսություն։